Փորձարկում եմ համացանցում այդքան հայտնիություն ձեռք բերած թավայի մեջ բիսկվիթը, իսկ վերջում կասեմ իմ անկեղծ կարծիքը։ Արժե մթերքները վատնել, թե ոչ։ Վերցնում ենք չկպչող տապակ, հենց տապակի մեջ լցնում ենք կաթը, բուսայուղը, ձուն, վանիլը, շաքարավազը, մի պտղունց աղ, կակաո, ալյուրն ենք լցնում եւ սկսում ենք խառնել ամենը։ Չենք մոռանում նաեւ սոդայի մասին։ Տեղը տեղին խառնում ենք, մինչեւ կունենանք այսպիսի խիտ, բայց ծորուն զանգված։ Հետո կողքերը լավ մաքրում ենք, քափարիչով փակում ենք եւ մեղմ կրակի վրա եփում ենք։ Ընթացքում հարկավոր է կափարիչը 1-2 անգամ մաքրել գոլորշուց, հետո ստուգում ենք այսպես որ փայտիկը չոր լինի, ծակծկում ենք եւ ամբողջությամբ ջնարակով պատում ենք։ Եվս 1 անգամ փայտիկը վրայով անցնում ենք, որպեսզի ամբողջությամբ տարածվի, կտրատում ենք եւ կարող ենք ուտել։ Եթե փանքեյքների սիրահար եք, ուրեմն այս թխուկը ձեզ անպայման դուր կգա։ Ինձ այստեղ դուր եկավ միայն ջնարակը։ Սա էլ իմ անկեղծ կարծիքը, մնացածը թողնում եմ ձեզ։